Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 25-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանի փորձը քաղաքային զարգացման ոլորտում ավանդ է ներդրել բազմակողմ դիվանագիտության մեջ։ Շարունակվում է օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձը։ Ադրբեջանի դիասպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը հաջողությամբ հանդես է եկել Գերմանիայում։ Թուրքմենստանի ժողովրդի ազգային առաջնորդ Թուրքմենստանի ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլու Բերդիմուհամեդով ադրբեջանյան կառավարության օրվա կապակցությամբ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ ադրբեջանական ժողովրդին։ Շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծ գոհունակությամբ նշում եմ Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջև փոխշավետ համագործակցության բարձր մակարդակը, որը հաջողությամբ զարգանում է տարբեր ուղղություններով։ Խորապես համոզված եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել իշահ երկու եղբայրական ժողովուրդների։ Օգտվելով այս արդից մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր գործերում։ Իսկ Ադրբեջանի եղբայրական ժողովրդին խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում»։ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդուլլա II Իբն Ալ-Հուսեյնին։ Ուղերձում ասվում է. «Ձերդ գերազանցություն, իմ անունից եւ Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում ձեզ եւ ձեր ողջ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան թագավորության անկախության օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ հաջողություններ ձեր գործերում։ Հորդանանի բարեկամ ժողովրդին մշտական բարեկեցություն եւ բարգավաճում»։ Համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանում քաղաքային զարգացման ոլորտում ներկայացված Ադրբեջանի փորձը ավանդ է ներդրել բազմակողմ դիվանագիտության մեջ։ Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Փարվանա Վիլիևան։ Նա նշել է, որ Բաքվում կայացած WUF 13-ում, որը կայուն քաղաքաշինության ոլորտում գլոբալ համագործակցության կարևոր հարթակ է, գրանցվել են ռեկորդային թվով այցելուներ։ Ֆորումի գլխավոր թեմաներ բնակարան բոլորի համար, անվտանգ կայուն քաղաքներ եւ բնակավայրեր։ Միջոցառման շրջանակներում առաջին անգամ կազմակերպվել է առաջնորդների հայտարարության սեգմենտը, որին մասնակցել են 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ցուցադրելով կայուն քաղաքական զարգացմանը քաղաքական աջակցությունը։ Ադրբեջանի հյուրընկալության փորձը հատուկ հետաքրքրություն է առաջացրել։ Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում իրականացվող լայնածավալ վերակառուցման աշխատանքները, ինչպես նաեւ մեծ վերադարձ ծրագիրը միջազգային ճանաչում են ստացել որպես հետհակամարտային վերականգնման օրինակելի մոդելներ։ Ադրբեջանը վերակառուցում է 12 քաղաք եւ ավելի քան 300 գյուղ զրոյից, օգտագործելով իր սեփական ռեսուրսները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ախալքալակ Կարս երկաթուղու գործարկման մասին։ Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում։ Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալակ Կարս երթուղին, Ախալքալակ Կարս երկաթուղին, ինչպես ադրբեջանական երկաթուղին, այժմ բաց է Հայաստան արտահանման եւ ներմուծման համար։ Սա մեր երկրի տնտեսական կյանքում կարևոր իրադարձություն է։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին Թուրքիայից եւ Վրաստանից, գրել է Փաշինյանը։ Նա պարզաբանել է, որ Հայաստանն այժմ երկաթուղային կապեր ունի Ռուսաստանի հետ, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաեւ Չինաստանի հետ, Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով։ Այս երթուղիները այժմ ընդլայնվել են, ներառելով նաեւ Վրաստանով եւ Թուրքիայով անցնող երթուղին, որը ի թիվս այլ բաների կապ է ապահովում նաեւ Եվրամիության հետ։ Բացի դրանից, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ շուտով նախատեսում է գործարկել ուղիղ երկաթուղային կապեր Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի, իսկ հետագայում Նախճիվանի տարածքով Հայաստանի եւ Իրանի միջև։ Մենք մոտ ապագայում կդառնանք այս իրադարձությունների ականատեսը TRIP նախագծի իրականացման արդյունքում, ընդգծել է Փաշինյանը։
Ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա գիշերային հարձակման արդյունքում վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Շևչենկովսկի շրջանի, որտեղ գտնվում է դիվանագիտական առաքելությունը, ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ ընկել են դեսպանատան շենքի մոտ, պայթյունի ալիքը կոտրել է պատուհանները։ Նշենք, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մի քանի անգամ վնասվել է Կիևի վրա ռուսական օդային հարվածներից։ Վերջին նման միջադեպը տեղի ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։ Դրանից հետո Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայել Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ բողոքի նոտա են հանձնել նրան։ Շարունակվում է օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձը։ Ջաբրայելի շրջանի Շուքյուրբեյլի գյուղ վերադարձող վերաբնակները ընտանիքներ են, որոնք նախկինում ժամանակավորապես բնակություն էին հաստատել հանրապետության տարբեր շրջաններում։ Ներկայումս Շուքյուրբեյլի գյուղ է վերաբնակեցվել 119 ընտանիք, 535 մարդ։ Հայրենի հող վերադարձող բնակիչները շնորհակալություն են հայտնել Քաջարի ադրբեջանական բանակին, մեր հողերը օկուպացիայից ազատագրած հերոս զինվորներին եւ սպաներին։ Հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։ Ադրբեջանի դիասպորտի ֆեդերացիայի ավելի քան 150 հոգուց բաղկացած պատվիրակությունը հաջողությամբ հանդես է եկել Գերմանիայի Aachen քաղաքում անցկացված Chio Aschen մրցաշարում, որը համարվում է միջազգային դիասպորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը։ Ֆեդերացիայի հաղորդման մրցումներն անցկացվել են հայտնի Սուր Սամալիրի 40,000 տեղանոց Hop Station արենայում։ Միջոցառման շրջանակներում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական նվագախումբը եւ Chio Aschen նվագախումբը ներկայացրել է Horse and Champion հատուկ ծրագիրը։ Ղարաբաղյան եւ Դիլբազյան նժույգները, որոնք արտացոլում են Ադրբեջանի դիաբուծության հին ավանդույթները, գրավել են մասնակիցների հատուկ հետաքրքրությունը։ Ազգային երաժշտությունն ու մշակութային կոմպոզիցիաները բուռն ծափարությունների են արժանացել մասնակիցների կողմից։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում այս տարվա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության կուսակցության եւ ռևանշիստական ուժերի միջև վերածվել է լուրջ քաղաքական հակամարտության։ Մինչ գործող իշխանության թիմը շարունակաբար հանդես է գալիս խաղաղության եւ կայունության մասին հայտարարություններով, պատերազմի կուսակցությունները շարունակում են առաջ տանել հակակառավարական եւ թշնամական հռետորաբանություն։ Այդ ամենին հետևող երկրի քաղաքացիները բնականաբար չեն կարողանում թաքցնել իրենց զայրույթը, ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նրան մեղադրելով բազմաթիվ հանցագործությունների եւ սպանությունների մեջ, այնպես էլ ընդդիմադիր մյուս ուժերի հանդեպ։ Հադրուդի քաղաքապետ են, բանը էլ ցանցը պետ են, էլեկտրո ցանցը պետ են, Արուշ են ասում։ Իր վրա եք կասկա։ Իր վրա եմ կասկածում, որտեղ ինքը ասում է, որ Քոչարյանն ինձ կսպանի։ Առաջ տանը մեռազանգը դա Քոչարյանը կերում։ Սավել Կարապետյանը վեկալեք ու գնացեք։ Մենք չենք ուզում Սավել։ Իսկ դուք ում եք տեսնում Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նիկոլին։ Կասեք ինչու։ Ամեն ինչ անում է։ Ամեն ինչ Նիկոլանում է, ինչ։ Գնահատում եք խաղաղությունը, համարում եք խաղաղ։ Բայց խաղաղությունը ված բան է, իհարկե գնահատում ենք։ Պետք է պատերազմների որ լավն է։ Ես Նիկոլի տեղնել եմ բրավաշի կզրկեմ կուղարկեմ նորից կալուգա, իա տեղ ընդեա, ինքը FSB, ինքը Ռուսի համար է եկեստեր։ Սամվել Կարապետյան թողնայրա բիզնեսոս քաղաքականության հետ ոչ կապ չունենք։ Հայաստանի Հանրապետության վարչապետում եք տեսնում։
Նիկոլի։ Մյուս հարցված քաղաքացիները եւս համոզված են, որ ինչպես Ղարաբաղյան կլանի հանցավոր ներկայացուցիչը, այնպես էլ ռուսաստանցի օլիգարխը ձգտում են իշխանության գալ միայն իրենց թշնամական եւ հակադրբեջանական քաղաքականությունը առաջ տանելու, ինչպես նաեւ թալանված միլիոնները պաշտպանելու համար։ Այդ պատճառով նրանք կտրականապես դեմ են այդ ուժերի իշխանության գալուն։ Քաղաքացիական պայմանագիրը շատ գեղեցիկ, համեստ ժողովրդի համար լավ գործեր է տանում։ Քոչեր Սարգին Քոչարյան, դրանք ինչ գործ ունեն այսօր Հայաստանում, որ կան այս հայ ժողովրդին ղեկավար լինեն եւ այս հայ ժողովրդին ինչ որ ճամփա ցույց տան։ Ինչի ամբողջ Հայաստանի մեջ, Երևանի մեջ հայ չկա, որ իրանք պետք է կան։ Դիմերչյանի պես մարդու սպանեցին, ով սպանեց Ղարաբաղցին։ Ինչ եմ ուզում ասեմ, հայ ժողովուրդ, սաղը դելեք միասին, ընտրեք ձեր հարգված խելացի Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այս մարդը խաղաղությունը ձեռք է բերել, այս ժողովրդի համար է մտածում, այս ժողովուրդը լավ ապրի, այս երեխեքը լավ ապրեն, լավ կյանք տենան։ Սամվել Կարապետյանը եկել է Հայաստան, թող իրան լավ չկա։ Ես այդ Շակրոյ բարեկամն եմ, եթե պետք լինի այդ հարցերը կլուծեմ։ Թող իրան շատ վեր ու վերջ թռցնի, ներվերից արդեն ես դողում եմ։ Մենակ Նիկոլին։ Կասեք ինչու։ Որտեվ ամեն ջանմա։ Որ մեկ արեց Քոչարյանը թե Սերժը։ Նիկոլին մենակ։ Դուք Նիկոլ Փաշինյանը։ կասեք ինչու։ Լավ ղեկավար է դրա համար։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչու։ Ամեն ինչում։ Նա նման չի ոչ մեկին։ Իսկ որ բարեփոխումները կարազնացնեք։ Որը նշեմ, որը թողեմ։ Լիքը բարեփոխումներ է արել։ Ես չեմ ուզում նրանց մասին խոսել կամ լսել անգամ։ Նախկինների մասին։ Այո, նախկինների մասին։ Ոչ Քոչարյանի, ոչ այն Տաշիր Սամոյա, ինչա չգիտեմ հետով է։ Ներկայիս ուժ։ Կասեք ինչու։ Որովհետև աշկս տեսնում այն ինչա կատարում։ Այցաններ Նախկինները։ զզվել են դրան։ Բացի Նիկոլիսով կարծես վարչապետ դառնալ, այն թափթփուկները թողնանի անց Ռուսաստանն բուլյատանը։ Հայաստանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները նրա վառապացույցն են, որ Նիկոլ Փաշինյանի վարած պրագմատիկ քաղաքականության շնորհիվ մարդիկ սկսել են վստահությամբ նայել ապագային ու խաղաղ պայմաններում ազատ շնչել։ Քաղաքացիները համոզված են, որ միայն ներկայիս իշխանության հավասարակշռված եւ իրատեսական քաղաքականության միջոցով է հնարավոր երկրում պահպանել կայունությունն ու ապահովել բարեկեցիկ ապագա։ Այդ պատճառով հունիսի 7-ին նրանք պատրաստվում են իրենց ձայնը տալ միայն վարչապետի խաղաղության կուսակցությանը։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։